Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ այն առանցքային գործոնը, որը տարածաշրջանի փոխկապակցվածությունը կվերածի իրական տնտեսական հնարավորությունների և արդյունքների։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում կապակցվածությունից դեպի հնարավորություն, խթանելով Եվրոպական միություն Հայաստան առևտուրն ու ներդրումները խորագրով պանելային քննարկման բացման խոսքում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ցանկանային գծեր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, թրիփ ուղի նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարեդրայացական հարաբերությունները, Վրաստանի և Իրանի հետ, ռազմավարական գործընկերության խորացումը Եվրամիության հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ, հիրավի կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարածաշրջաններից ու հյուսիս-հարավ և արևելք և արևմուտք երթուղիների տարանցիկ միջանցքներից մեկը։ Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը եռանդուն կերպով կջանա այս պատմական հնարավորությունները իրացնելու ուղղությամբ։ Միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկումներից մեկի ժամանակ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին, նշել՝ մեկ տարուց ավելի է սահմանին զոհեր չունենք։ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տեղափոխման սահմանափակումները։ Արարատ Միրզոյանի խոսքով այսօր արդեն իսկ ունենք իրական խաղաղություն։ Մենք Ադրբեջանի հետ սկսել ենք երկկողմ առևտուր, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև որոշ ապրանքներ կվաճառենք ադրբեջանական ընկերություններին։ Սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Մենք ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են, և երկու ժողովուրդներն էլ դեռ իրական հաշտեցման կարիք ունեն։ Կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար կարգի։ Պահվող անձինք ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Թուրքիայի հետ մեկտեղ իրավիճակը էլ ավելի լավ է։ Հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության։ Հենց երեկ մեր ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու Անիի պատմական կամուրջը, որը Հայաստանի և Թուրքիայի սահմանին է։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հայկական քաղաքականության մտածողության փիլիսոփայությանը, նշելով՝ տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ միշտ մտածել են, որ այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ ուժեղ, մեծ եղբայր, ընկեր, որը կարող է մեզ պաշտպանել։ Այս տեսակետը հիմա փոխվել է, քանի որ երբ եկավ ժամանակը և մենք իսկապես ունեինք այդ մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը տեղ չհասավ։ Եվ դա մեծապես փոխեց արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր քաղաքացիների, լայն հասարակության ու հատկապես քաղաքական էլիտայի տեսակետը։ Հիմա մենք ինչ-որ կերպ կարողացել ենք դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները, մեկ կենտրոնից մեր քաղաքական, տնտեսական, էներգետիկ կախվածությունը նվազեցնել, մեր ընկերների թիվը ավելացնել։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել ԱՄՆ-ի, Եվրամիության, Չինաստանի, Ղազախստանի հետ, սերտ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ, ինչպես նաև պահում ենք ամուր կապերը Ռուսաստանի հետ։ Համաժողովի շրջանակում Եվրոպան ուժի և գերակայության նոր ձևերի միջև աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում խորագրով պանելային քննարկմանն էլ մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադարձել Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Վերջին մի քանի տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հսկայական փոփոխություններ են կրել։ Ես համարձակվում եմ ասել, որ նույնիսկ հեղափոխություն է տեղի ունեցել այդ հարաբերություններում։ Մենք շարունակաբար ասում ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, եւ մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ ու ջանքեր գործադրել։ Ներկայում Հայաստանը որդեգրել է բալանսավորված ու դիվերսիֆիկացված քաղաքականություն։ Հեղափոխական փոփոխություններով հաջողվել է վերափոխել տարածաշրջանի հակամարտության գոտի հանդիսանալու պատկերացումներն ավելի խաղաղ լինելու ընկալմամբ, ինչի արդյունքում Եվրոպական միությունը բարձր մակարդակով ներդրողներին կոչ է արել գալ Հայաստան։ Հույս ունենք եւ վստահ ենք, որ շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել, առաջին հերթին ինստիտուցիոնալացնելով խաղաղությունն Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ տարածաշրջանը դարձնելով կայունության կղզի։ Գրիգորյանը շեշտել է, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։